Դապոկնություն բարև ձեզ։ Երևանից եք զննում։ Կասեք Այս պահին գտնվում ենք քաղաք Երևան 103 ծառայության օպերատիվ բաժնում։ Ծառայության զանգերի անխափան եւ առավել արդյունավետ աշխատանքի համար ներդրվել է E1 կապուղի, նաեւ զանգերի մոնիտորինգ եւ ձայնագրությունների սարքավորումներ, որոնց շնորհիվ բաց թողված զանգերը գրեթե 0 են։ Կանչերի քանակը հասնում է օրական 800-ից մինչև 850։ Ձմռան ժամանակաշրջանում, քանի որ վիրուսային հիվանդություններն են արդեն ավելանում, կանչերի քանակը դառնում է մինչև 1000։ 2024 թվականին ներդրվել է պլանշետների միջոցով կանչերի էլեկտրոնային մուտքագրման համակարգ, ինչը բավականաչափ հեշտացրել է մեր աշխատանքը։ Դա մեզ հնարավորություն է ընձեռնում շատ հստակ արձանագրել եւ մեկնելու եւ ժամանելու ժամանակահատվածը։ Մենք անմիջապես կարող ենք բուժառուի հետ հեռախոսազանգով կապնվել, ինչպես նաեւ GPS համակարգի միջոցով տեղեկանում ենք բուժառուի գտնվելու վայրի մասին, նաև ներդրվեց բուժառուի անձնական տվյալներով նույնականացման համակարգը, որը նույնպես շատ հեշտացրեց մեր աշխատանքը։ Շտաբուժօգնություն հակբաժանական ընկերությունը կայուն քայլերով գնում է դեպի զարգացման։ 2024 թվականին ամբողջովին փոխվել է ընկերության աշխատակիցների ամառային եւ ձմեռային համազգեստները։ 2022 թվականին ունեցել ենք շուրջ 141 միլիոն դրամի վնաս, 23 թվականին ունեցել ենք 9 միլիոն դրամի արդեն շահույթ, 24 թվականին ունեցել ենք 95 միլիոն դրամի շահույթ, իսկ 25 թվականի վերջին 6 ամսվա կտրվածքով արդեն ունենք շուրջ 168 միլիոն դրամ շահույթ։ Շտաբուժօգնություն ընկերությունը կատարում է ամեն ինչ, որպեսզի հանրությանը մատուցի որակյալ ծառայություններ։ Առաջի անգամ կամուրջային կառուցվածքների գույքագրման նախաձեռնություն է եղել։ Երկու փուլից է բաղկացած, առաջի փուլը գույքագրման փուլն է, իսկ երկրորդ փուլը անձնագրավորման փուլն է, որը իրենից ենթադրում է իր սեյսմիկ իրավիճակը, կառուցվածքի տարողունակությունը եւ կարիքները։ Արդեն իսկ ունենք գույքագրած 250 կամուրջային կառուցվածք, այժմ երկրորդ փուլին ենք անցնում, երկրորդ փուլը իրենից ենթադրում է այդ գույքագրված կամուրջային կառուցվածքների տեղբնութագրերը։ Ունենք եւս մեկ ծրագիր, կամուրջների եւ կամուրջային կառուցվածքների շահագործման եւ պահպանման ծրագիրը, որի արդյունքում կատարում ենք թե դեֆորմացիոն կարերի վերանորոգում, թե անվահրիչների բետոնացման աշխատանքներ, ասֆալտապատման աշխատանքներ, դա ամբողջ տարվա համար է ծրագիրը եւ ընթացիկ ծրագիր է, որով մենք փորձում ենք պահպանել եւ շահագործել մեր ունեցած կամուրջները։
Կարևորելով հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, Երևանի քաղաքապետարանի կենդանիների խնամքի կենտրոն ՀՕԱԿ-ի նախաձեռնությամբ այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում մենք կարող ենք տեսնել պաստառներ, որոնք մեզ կհուշեն կենդանիների պատվաստումների կարևորության մասին։ Սիրելի կենդանատերեր, պատվաստումները մեր չորքոտանի բարեկամներին դարձնում են ավելի առողջ եւ անվտանգ, ուստի խնդրում եւ հորդորում ենք պատվաստեք ձեր ընտանի կենդանիներին, իսկ Երևանի քաղաքապետարանն էլ կշարունակի պատվաստել թափառող կենդանիներին։ Սիրելի պատանիներ, Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել մի հիանալի միջոցառմամբ արտիստը դպրոցին արվեստի անվանի գործիչների հանդիպումը դպրոցականների հետ մշակութային որպես միջոցառում նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին կազմակերպվում է այսպես կոչված վարպետաց դասեր այդ դպրոցներում, գեղագիտության, գեղարվեստի եւ արվեստի դպրոցներում, որտեղ երեխաների հետ պետք է անցկացվեն նման հանդիպումներ եւ դասընթացներ, որի արդյունքում դպրոցականների լավագույն աշխատանքները ներկայացվելու են տարեվերջյան այսպես ցուցահանդեսի։ Սիրով սպասում ենք ձեր արձագանքներին եւ միջոցառման սկզբին։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։